I am who I am. It's me. ԱՄՆ-ի հայ համայնքի հիմնական մասը դեռևս չի կողմնորոշվել, թե ում է աջակցելու առաջիկա Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում։ Ամերիկայի ձայնին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը։ Հայերն այս անգամ որևէ խոստումներ չեն ակնկալում։ Բարսամյանի խոսքով ամերիկահայերն անշուշտ հույս ունեն, որ հաղթանակի դեպքում թեկնածուներն ի կատար կացեն իրենց խոստումները, սակայն այս ընտրություններին հայ համայնքը թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու։ Մենք ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն ցեղասպանության ճանաչման խոստումներին, այլ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, Հայաստանին հատկացվող օգնությանը։ Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ մասնագետներ ընդգրկված լինեն նոր ամերիկյան վարչակազմի մեջ։ Մինչ ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է խորհել, թե ում աջակցել առաջիկա ընտրություններում, Միացյալ Նահանգներում թեժ քննարկումներ են ընթանում պաշտոնական Մոսկվայի կողմից հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու վերաբերյալ, ինչի արդյունքում նվազել էր ԱՄՆ-ում Թրամփի աջակիցների թիվը։ Նախորդ շաբաթ Թրամփը ստիպված էր աշխատանքից ազատել իր նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտին, ով մեղադրվում էր տարիներ առաջ Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի վարչակազմից խոշոր գումարներ ստանալու մեջ։ Ակնհայտորեն մեղմացել է նաև Թրամփի հայտարարությունների ոճը։ Երբեմն բանավեճով տարված ճիշտ բառեր չես օգտագործում։ Կհավատաք ինձ թե ոչ, բայց ես զղջում եմ, որ դրանով կարող էի անձնական ցավ պատճառել որոշ մարդկանց։ Մինչդեռ դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի թիմակիցներին Թրամփի խոսքերը չեն համոզում։ Մասնավորապես Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ռոբի Մուքը կարծում է, որ չնայած Մանաֆորտը լքեց Թրամփի շտաբը, Կրեմլի մասնակցությունը պահպանվում է։ Դոնալդ Թրամփը պետք է մեզ բացատրի, թե որ չափով է Կրեմլի ձեռքը խառնված նրա նախընտրական պայքարում։ Ֆինանսական հետաքրքրությունների մի ամբողջ ցանց կա, որը չի բացահայտվել։ Հատկանշական է, որ Թրամփը նաև կարող է հրաժարվել նախընտրական բանավեճից Քլինթոնի հետ, պատճառաբանելով իր որոշումն այն փաստով, որ 3 բանավեճերից 2-ը համընկնում են կարևոր ֆուտբոլային խաղերի հետ։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։